հետաքրքիր է, որ ամեն մեկս երբ որ եկել ենք կամ ասենք մենք միշտ լվացվում ենք, չէ՞, սիրում ենք լվացվենք, բայց չգիտեմ ինչի ենք սիրում։ Օրինակ հոգևոր դաշտի մեջ մարդիկ շատ չեն սիրում լվացվեն, բայց ֆիզիկականի մեջ սիրում են, բայց ինչի է տենց։ Օրինակ շատ անգամ ես հարց եմ տալի, ինչի համար, որտեղ մարմնավորը երևում է, հոգևոր չի երևում։ Դե ինչ կա քո ներսում, ինչ չկա քո ներսում, դա չի երևում, դա ծածուկ է, բայց ծածուկ է մարդու համար, բայց հայտնի է Աստծո համար։ Հայտնի է հոգևոր աշխարհի համար, հայտնի է դիվական աշխարհի համար, հայտնի է հրեշտակների համար։ Ու եթե մենք հավատանք, որ ամբողջ հրեշտակները դիվական աշխարհն ու Աստված նայում են մեր հոգևոր մաքրությանը, այս ժամանակ մենք ավելի ահովու դողով կգանք, ասենք Տեր, լվա մեզ, Տեր մաքրի մեզ։ Ամեն։ Դա համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք ամեն ժամանակ մենք միշտ լվացվում ենք։ Առավոտ բացվում է լվացվում ենք, տուն ենք գնում լվացվում ենք, ինչի համար։ Հասկանում ենք մի բան, որ մեզ պետք է դա։ Առողջության համար պետք է։ Թեկուզ սիրունությունը չէ, որ մի հատ պետք է ձեռ լվաս, բայց առողջության համար պետք է։ Նույն ձևի մեր հոգիներ լվանալու համար, մեր հոգիների առողջության համար պետք է դա։ Որ մենք բոլորս լինենք հոգու մեջ առողջ, հիվանդ չլինենք։ Մեկ էլ տեմ ես, մեկը նեղ անում է նրանից, մեկը նեղ սենց բան անում, մեկը, գիտեք, դա հոգևոր հիվանդություն է։ Որտեղ մենք հասկանում ենք, որ ինձ ձևի Տերը ներես մեզ, այդպես մենք պետք է ներենք իրար։ Դա հոգևոր առողջությունն է։ Հոգևոր առողջ մարդ ինքը կարում է ների։ Հոգևոր ոչ առողջ ինքը չի կարա ների, ինչի համար, որտեղ ասի տես, բան, հա հետո։ Դա համար մեզ պետք է Աստված տանում է մի ճանապարհով, որ մենք կարողանանք մաքրվենք, որ մենք հասկանանք Տեր, մենք կարիք ունենք։ Մենք բոլորս կարիք ունենք Հիսուսի, որտեղ նրանով ենք, նրանից ենք եւ դեպի նրան ենք։ Ինչ ուզում է լինի, նրանից եկանք, նրանով ենք այսօր ապրում ու մենք էլ դեպի նրան ենք գնալու։ Ու Տերը արդեն կասի, որտեղ է մեր ճանապարհը։ Բայց առանց Տիրոջը ոչ մեկը չեն կարող ասենք, հա, մեկը դժոխք կգնա, մեկը դրախտ կգնա, չէ։ Մենք բոլորս Տիրոջն ենք հանդիպում, հետո Տերն է ցույց տալի ամեն ծածուկ բաները։ Դրա համար լավ կլինի, որ մեր ծածուկում մենք ավելի զգուշ լինենք, ասենք Տեր, Դավիթի նման ուզում եմ աղոթեմ ծածուկ մեղքերից մաքուր արա ինձ։ Որտեվ չեմ ուզում, որ այդ ծածուկ մեղքերը խանգարեն ինձ հանդիպելու քեզ։ Ամեն։ Ես ուզում եմ Հովհաննեսի ավետարան 15-րդ գլուխ 1-4 խոսքը կարդամ։ Սենց ասում Հիսուս այս առակով, ասում է ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան։ Եվ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա, այսպես էլ ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Հետաքրքիր է, որ Քրիստոս այս առակը բերեց ցույց տալով, որ մենք իսկապես ճյուղեր ենք, ճյուղի նման ենք մենք։ Մեր ներսում չկա կյանք, մեր ներսում չկա ոչ մի բան, մենք պարզապես մի հատ երևացող փայտ ենք, մի հատ կուսոկ ճյուղ, երևացող, որ եթե մենք պատվաստված չլինենք արմատի վրա, մենք կչորանանք, մենք պատրաստի թեկնածու ենք կրակի, բայց Հիսուսը ասում է, որ իշխան կարևոր եմ ես, որ դուք պատվաստեք ին վրա եւ պտուղ բերեք։ Գիտեք շատ անգամ որ տենում ենք այս պահելը, հասկանում ենք, որ մի բան Տեր ուզում է մեզանից, որ մենք պտուղ ունենանք։ Եվ չկա մեկը, որ Տիրոջ վրա պատվաստված լինի ու ինքը պտուղ չբերի։ Չկա այդպես բան։ Հնարավոր չի, գոնեղ վրան տերևը կլինի, գոնեղ վրան մի քիչ պտուղ կլինի, մի քիչ փոքր, բայց կլինի այդ պտուղը։ Այսօր կարևոր է, որ մենք ամեն մեկս պատվաստվել ենք Տիրոջ վրա, բռնվենք Տիրոջից։ Այսօր Տիրոջից վերցնենք այն, որովհետև գիտեք, ճյուղը ինքը իրանով չորացած է, եթե որդի վրա տնկված չլինի, եթե ինքը արմատի վրա տնկված չլինի։ Ինչ է տալի արմատը ճյուղին։ Կյանք, առաջերտին կյանք։ Ջերմություն է տալի, գեղեցկություն է տալի։ Եվ սա տալիս է հենց Տերը մեզի։ Առաջինը մեր Տերը մեզի կյանք է տալի։ Մենք երբ որ ապաշխարեցինք, ինչ արեցինք, մենք պատվաստվեցինք Տիրոջ վրա, Հիսուսի վրա պատվաստվեցինք չերես հավատքով։ Ու ինչ տեղի ունեցավ, որ մենք հասկացանք, որ մեր ներսում կյանք կա,
Որ մեր ներսի կյանքը փոխվեց, որ մեր ներսում այդ ուրախություն ենք մենք սկսում ապրելը։ Որ այս դժվարությունները, արտաքին դժվարությունները չեն կարող նեղեն, ինչի որովհետև մեր ներսում մի հատ ուրախություն կա։ Ճյուղը, երբ որ ինքը ճունի պատվաստված իր արմատի վրա, դրսի արևը իրան նեղում է։ Որտեւ ինքը չորանում է, ինքը ասում է, «Ինչ ա մեզ արև, մի հատ անձրև գար հանգստանայինք, մի հատ արևը լիներ չորանայինք, մի հատ սենց լներ», այսինքն կդրված ճյուղը ինքը ապրում է արտաքինի ազդեցությունով։ Բայց այն ճյուղը, որ ինքը պատվաստած է իր արմատի վրա, իր ապրուստը ոչ թե արտաքինից է, իր ներսի կյանքից է սկսվում։ Իրան չի հետաքրում դուրս արև անում, անձրև անում, չի հետաքրում ձմեռա, մառոզա, ինքը կուչա գալ իր կյանքի մեջ ու սպասում է իր օրը։ Ու սպասում է իր օրը, ինչի որովհետև իր մեջ կյանք կա։ Այսօր կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք մեր ներսի կյանքին։ Տեր օգնի, որ մեր ներսի կյանքը ուղենք, շտկենք, աճեցնենք, մաքրենք, բարձրացնենք, որ կարողանանք պտուղ բերենք քեզ։ Տեսեք, մենք բոլորս ինչի համար շատ անգամ ես ներսի կյանքի մասին եմ խոսում, որովհետև եթե դրսի մասին չխոսամ, 100% դուք չեք էլ սխալվի։ 100% չեք սխալ, որովհետև մեկը չի կարա մի հատ սխալ բան անի մարդկանց առաջ, չի կարա։ Տերը ասեց, եթե ամանի ներսը մաքրի, դուրս ինքս ինքան մաքուր կլինի։ Դրսի մասին մի մտածի։ Բայց եթե դուրսը մաքրում եք ուշադրություն չեք դարձում ներսը, դա կեղծավորություն է նմանվում, դա փարսեցություն է նմանվում, որ Տերը ասեց զգուշ մնացեք իրանցից։ Այսինքն ինչքան կարևոր է, որ մենք հասկանանք Տեր օգնի մեզ։ Օգնի մեզ մեր ներսը մաքրելու, օգնի մեզ մեր ներսը պատվաստվելու քո վրա, օգնի որ մեր ներսի հարաբերությունը շտկելու եւ սրանով մենք սկսենք աճելը։ Ամեն։ Տերը սովտնի ամեն մեկից։ Ինչ է ճյուղի կարևորությունը ինչու՞մն է, որ ինքը արմատի վրա հաստատվի։ Քամի կանի, ամեն ինչ կանի, դժվար կանի, հեշտ կանի, ինչ կանի, ինքը բռնվի Հիսուսից ու էլ չշարժվի։ Ոչ թե մի նեղության ժամանակ ասի, բա էսեր հետա հավատացի, սենց նեղությունները պատեցին ինձ։ Չէ, այլ բռնվի, իմացի, որ ամեն բան ի բարի գործակից անում Աստված իմ ու քո կյանքի մեջ։ Դժվարը դե հեշտ է, ամեն բան ի բարի գործակից անում։ Շատ անգամ մենք ասում ենք հեշտ կյանքը լավ է, գիտեք հեշտ կյանքը ամենավատն է։ Ինչի համար, որովհետև ասում եմ աշխարհի վերջում մարդիկ կլինեն հեշտասեր։ Ինչա լավ բան է։ Վատ բան է։ Վերջի ժամանակում ես նոր տարվա ժամանակ ես հայտնություն եմ ստացել, որ ասում եմ մարդիկ կլինեն շատակեր։ Ու երբ որ այդ շատակերության մասին զգացի, որ արդեն հասկացա, որ դա նշան է վերջի ժամանակների մասին։ Այսօր մարդիկ գովազդ են անում ուտելիքների վրա, այսօր մարդիկ գովազդ են անում էլի ուտելիքների վրա, այսօր մարդիկ խոսում են ինչ են ուտելու, այսօր մարդիկ թվում են ինչ համով բան կա ուտել, այ մարդ այդքան սոված եք, որ դրա մասին այդքան մտածում եք։ Բայց ի՞նչն է պատճառը, որ դրա հետևից են կանգնում վերջի ժամանակներն է։ Դու ինչի համար, որովհետև հեշտասիրությունը խանգարում է հոգևորին աճելու մեջ։ Դժվարությունները զորավոր մարդիկ են դարձնում, չէ՞։ Դες մի հատ ռոլիկ կար, ես չեմ հիշում մոտավորապես այդ ձևան ու նույն ձևի քրիստոնեական կյանքի մեջ, ինչի երբ որ քրիստոնյան ինքը սիրում է հեշտասեր կյանք, ինքը շատ բաներից ինքը պարտվում է։ Դրա համար ինչ ամ Աստված, կյանքդ մի հեշտացրա, սկսի ծոմ մտնելը, սկսի աղոթելը, կյանքդ մի հեշտացրա, ինչի, որ դու ուժ ունենաս սատանայի վրա, որտեղ մեր թշնամին գոռոզ արյուծի նման ման է գալի, որում կուլ տա հեշտասերներին, որում կուլ տա թույլերին, տկարներին։ Բայց երբ որ մենք այսօր զորավոր ենք Տիրոջով, հասկանում ենք մի բան, որ այսօր ինքը չի կարող ոչ բան անի, ինչ անում ինքը ամեն բանից առաջ, մեզի թուլացնում է։ Հա դե նորմալ է, Տերը ողորմած է, ամեն բան կանի Տերը, Տերը արդեն արել է ամեն բան, կարես չմտածես, դու փրկությունն ես, դու Աստծո զավակ ես։ Ու մեկ էլ տենում ես, որ ինչ-որ պրոբլեմների առաջ ես կայնել։ Էս ինչի սենց եղավ։ Որտեվ շատ վստահեցինք այդ խոսքի վրա։ Աստծո զավակ չի նշանակում, որ ոչ մի բան չանել։ Աստծո զավակ նշանակում է Աստծո որդու նման ապրել։ Եվ հետաքրքիր է, երբ որ մենք նայում ենք արմատին, ինչի Քրիստոսը մեր համար արմատ եղավ։ Քրիստոսը ինքը Աստծո խոսքն էր։ Դաժե Աստծո որդին էլ չէր երկնքում, ինքը Աստծո խոսքն էր։ Ինքը որպես որդի եկավ մեր աշխարհ։ Աստծո որդի եկավ, ինչի որ մեզ որդե գրի։
Բայց ինքը որդի չէր, ինքը երկնքում չես տենա, որ սկզբից գրած է, որ ինքը Աստծո որդին էր։ Ինքը Աստծո բանն էր, Աստծո խոսքն էր։ Աստծո ներսում բնակվածն էր, որ դուրս էր գալու գործում էր։ Ու ինչի համար այդ խոսքը, այդ զորավոր խոսքը մեր համար դարավ արմատ, ինչի համար, որ մենք ճյուղ լինենք իր վրա։ Գիտեք, ճյուղը իր վրա սիրունություն ունի։ Ճյուղի վրա սիրուն տերևներ ա կախվում, ճյուղի վրա սիրուն գեղեցկություն ալնում պտուղներն ա կախվում, բայց արմատը գեղեցկություն չունի։ Արմատը ինքը ծածկված է հողի մեջ։ Ոչ մեկին չեմ տեսել, որ արմատը բեկալի դնի վազի վրա ասի սիրուն է։ Ինչի համար Քրիստոս մեր համար արմատ եղավ։ Քրիստոս մեր համար դգեղացավ, Քրիստոսը մեր համար իր գեղեցկություն կորցրեց։ Տեսեք 53-ի երկրորդ խոսքում ինչ է ասում։ Եսայի մարգարեություն 53-ի երկրորդ խոսքը։ Ասում է, որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծառավոտ երկրից։ Ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Սա Քրիստոսի մասին ասեց, ինչի, որ ինքը արմատ դառնա մեր համար։ Ու մենք այսօր պատվաստված ենք այդ արմատի վրա։ Մենք պատվաստված ենք այդ տանջված Քրիստոսի վրա, խաչված Քրիստոսի վրա, ինչի համար, որ Քրիստոսի կյանքը չերես մեզանով դուրս գա աշխարհ։ Այսօր Քրիստոսը ինքը չի երևում աշխարհի մեջ։ Ինքը ծածկված է Քրիստոսը, ինչի որովհետև արմատը ծածկվում է, բայց ճյուղերն են երևում։ Այսօր ես ու դու որպես ճյուղ ենք, երևում ենք մենք։ Ու մեր պտուղից երևում է մենք որ արմատի վրա ենք պատվաստված։ Ոչ սատանեն է այսօր երևում, ոչ էլ Քրիստոսն է այսօր երևում, բայց մենք ճյուղերն ենք։ Ու երբ որ մեր կյանքում լինում է մի հատ պտուղ, որ համապատասխան է Աստծո կամքին, հասկանում ենք, որ չերես պտուղներով մենք պատվաստված ենք կենթանի Քրիստոսի վրա եւ նրա էությունն է դուրս գալի չերես ճյուղ։ Բայց երբ որ մեր ճյուղը ոչ ճիշտ տեղը պատվաստված, այդ ժամանակ սատանայի բնությունն է դուրս գալի մեզանից ու ցույց է տալ, որ մարդը որտեղ է պատվաստված։ Դա համար այսօր կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք մեր կյանքին, մեր էությանը, ինչ պտուղ ունեմ ես այսօր, ինչ եմ դուրս տալի ես այսօր, ինչի համար Աստված շատ անգամ ճանապարհներ տանում, ինչի որ Տերը մաքրի, ասում է պտուղ բերողին Տերը մաքրում է, որ լավ պտղաբեր լինի։ Շատ անգամ անցել եմ հոգևոր մարդու մոտով, ուրիշ է եղել եկեղեցու մեջի կյանք, ուրիշ է եղել եկեղեցի դրսի կյանքը, ու տեսել եմ եկեղեցու դրսից կյանքը, պրոստը ասել եմ Տեր ողորմություն տարա, պրոստը ողորմություն տարա։ Գիտեք այսօր շատ կարևոր է, երկու կյանքը չի տանի երկինք, այսօր մի կյանք կա, որ երկինք է տանում, անկեղծ, ճշմարիտ, Քրիստոսի վրա հաստատված կյանքը։ Ամեն։ Այսօր շատ կարևոր է, դրա համար շատ անգամ Տերը ինչ ասում է իմ հայրը մշակն է ինչի համար, մաքրելու։ Այսօր մենք խուսափում ենք այդ մաքրությունից, այսօր մենք Օֆելի մաքրության մասին ենք խոսում, Օֆելի, լսի, որ մի ծնող երեխու վրա չի խոսա, եթե կեղտոտ ձեռներով եկել է հաց ուտելու։ Չի ասի, տղա ջան, դրսից նոր ես եկել, մի հատ էլ գնա լվացվի, ամոթ չի։ Մեծ տղա ես արդեն, կամ փոքր ես, կամ եսի ինչ ես, կամ ով ես, չէ՞։ Ինչի համար, այս երեխաները ասում ով հոգնացրեցիք, այմար չեք թողում հանգիստ ապրենք, էլի սովածենք, ասին գանք մի հատ հաց ուտեք, էդ էլ հարամ արեցիք։ Շատ անգամ մենք հոգևոր կյանքում այդտենց ենք անում։ Ինչի համար, ով Տեր ջան, էլի Տերը գիտի ում որտեղ մաքրի։ Տերը գիտի ինչ ճանապարհով անցկացնի, որ մենք մաքրվենք, բայց հավատացեք, ամեն բան ի բարի գործակից անում։ Ինչի մեջ որ անցնում ես, ի բարիա, որովհետև ես ու դու պատվաստված են Քրիստոսի վրա։ Ես ու դու Քրիստոսի վրա ենք եւ Քրիստոսի կյանքը մեր ներսում է գտնվում, մեր ներսում։ Ու ինչ չափը որ Քրիստոսի կյանքը մեր ներսում է գտնվում, այդ էլ մեր կյանքը Քրիստոսի մեջ պահված է մինչև իր հայտնությանը։ Ասում եմ, երբ որ Քրիստոսը կերևա այն ժամանակ մեր կյանքն էլ կերևա նրա մեջ։ Հավատացեք, սրանք իրար հետ հարաբերական են գործվում։ Ինչ չափով Քրիստոսի կյանքը ինձանում է բնակվում, այդ չափով իմ կյանքը Քրիստոսի մեջ է բնակվում։ Եվ սրանով պետք է հասկանամ, Տեր ուզում է որ կյանքդ ավելանա ինձանով։ Ինչի, որ իմ կյանքն էլ քո մեջ ավելանա։ Տեր կյանքդ ավելացրու իմ մեջս։ Թող ինձի տենան, իսկապես ինձի տենան, քեզի տենան իմ միջոցով։ Ճյուղը ինքը իրանով տեսք ունի։
Բայց շատ կարևոր է որ գիտեք, երբ որ ինքը սխալ արմատին է կախված, ինչ են անում, ճյուղին կտրում են ասում են էսի պետք չի։ Ես մի անգամ երկու հատ ծիրանն էի բերել ենք Հայաստանից տնկել էինք, մի 3 տարի ապտուղ չբերեց, 4 տարի ապտուղ չտևեց, այս ծորը հելնում է վերջը գարուն էի ասեցի այ ծիրան ջան, այս տարի էլ չտվեցիր, հաստատ քեզի կտրելի եմ։ Թարսի նման այդ տարի էլ տվեց։ Վերջը շոթանց պայեցի։ Երև պետք է ասվի։ Դե եթե ծիրանը հասկանում է որ պետք է շատ անգամ այդ լուրջ բանը ասվի, ինձ թվում է մեզ էլ է պետք է լուրջը ասենք։ Որովհետև հասկանում ենք հոգևոր աշխարհում կա բաներ որ շարժվում է։ Ուզեմ մի փոքր առաջ անցնեմ։ Նույնը 5-ից 8-րդ խոսքը 15-րդ գլխի Հովհաննեսի։ Ասում է ես որդն եմ դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ կբերե։ Որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի, ինչպես ճյուղ եւ կչորանա, եւ ժողվում են նրանց եւ կրակի մեջ գցում եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք եւ կլինի ձեզ։ Սրանով փառավորեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Հետաքրքիր է, ես վերջի ժամանակն եմ շատ ուշադրություն դարձրել, ասում է, եւ ինչը որ խնդրեք իմ անունով, կլինի ձեզ։ Ով է հավատում այս խոսքին։ Ես հավատում եմ 100% ասա։ Սա 100% է։ Ինչ խնդրես։ Ինչ խնդրես։ Սրա համար ինչի սատանեն ինչ անում մարդու կյանքի մեջ, թուլացնում է, որ այն չկարանաս էլ խնդրես։ Լսի, սես մի բան կա։ Եթե դու մի հատ հիվանդ ես ու բժիշկը ասել է 3 ժամը մեկ այդ դեղը պետք է խմես, մի ամիս պետք է խմես։ Հետո ունեցա գալ որ այդ 3 ժամ նաև գալիս է գիշերվա 12-ը, գիշերվա 3-ը, գիշերվա առավոտվա 6-ը, հետո տես շարունակելու ես։ Դու կանես դե չէ։ Կանենք իհարկե, ոնց չեն կանի։ Առողջության համար ով չի անի։ Բայց եթե 3-ին Աստված ասի հել այս դեղը խմի աղոթի, մի 5 րոպե աղոթի։ Կհելնես, ով Տեր ջան, կանի առավոտ մի ժամ ավել կաղոթեմ, էլի թող հիմի քնեմ։ Ինչի համար, որովհետև աշխարհը թուլամորթ է ստեղծում մեզի։ Շատ անգամ հիշում եմ, երբ որ շուկայում ես առևտուր էի անում, այդ ժամանակ գիշերվա 5-ին էլ էի հելնում, դաժե 4-ին էի հելնում, որ մեքենան պատրաստվի, ապրանք լցենք, տանենք, ծախենք, բերենք, ուտենք, խմենք, ուրախանանք։ Բայց երբ որ Տերը սկսեց ասել 5-ին հել, Տեր ջան, ցերեկը շատ ժամանակ ունեմ։ Ցերեկն ժամանակ անցնում ասում եմ, այսօր ժամանակ չունեի։ Ինչի համար աշխարհը այսօր թուլամորթ է սարքում մեզ, ինչի, որ մենք չհելնենք։ Ու սատանեն չի վախենում թույլ մարդկանցից, սատան վախենում է ուժեղ մարդկանցից։ Սատանեն, որ սատանա է, ինքը վախենում է ուժեղ մարդ։ Թե որ սատանեն իր կառուցվածքով, իր հնարավորությունով, իր զորությունով ավելին է չեմ մարդը։ Բայց ինքը վախենում է զորավոր մարդուց, ինչի, որովհետև երբ որ մարդու միտքը դնում է, որ պետք է աղոթի, ինքը հելնում է, աղոթում է, շարունակում է ու խոսքի դավանությունն անում ու գնում է, քնում է։ Ու մեկ էլ տեմ ես, որ այդ մարդը մի հատ ուրիշ մարդ է դարել։ Ինչի, որովհետև այդ մարդու մեջ Աստծո զորությունն է իջել, Քրիստոսի բնությունն է իջել, Քրիստոսի կյանքն է մտել իր մեջ։ Այսօր կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք մեր կյանքի մեջ։ Այսօր կարևոր է ուշադրություն դարձնենք մեր աղոթների մեջ, մեր ծոմերի մեջ։ Արդյոք այսօր Տերը խոսում է մեզ թե շարունակի ծոմ մտնելը։ Ոչ թե շատակերությունով զբաղ, չէ, ծոմ մտի։ Չես մեռնի, շատ ուտելով մարդ կմեռնի, բայց ծոմով չի մեռնի հաստատ։ Մինչև մա ես չեմ տեսել մարդը ծոմից մահանա, բայց տեսել եմ մարդը շատակերությունից մահացել է։ Ով էլ գնում է բժշկի ասում են քիչ կեր, հետո կգաս անալիզ կտաս։ Քիչ կեր հետո կգաս օպերացիա կանեմ, քիչ կեր հետո կգաս հետազոտություններ կանենք։ Գիտեք ինչ, որովհետև ես չեմ ասում, ուտել մասին չեմ խոսում։ Ես հիմնականում խոսում եմ ինչի համար, որ ուշադրություն դարձնենք մեր կյանքի, հոգևոր կյանքի վրա, ծոմի վրա, աղոթքի վրա, մաքրության վրա։ Եվ սրանով ասում եմ, ինչը որ խնդրեք, կտրվի ձեզ։ Մենք գիտենք, որ այսօր ամեն մեկը շատ բան ունենք Տիրոջից խնդրելու, շատ բան։ Շատ բան ունենք, ես էլ ունեմ շատ բան խնդրելու։ Ու ես խնդրում եմ, ես սրա վրա աշխատում եմ, ես սրա վրա շարժվում եմ, ես սրա վրա գնում եմ։ Ու երբ որ չենք ստանում,
Հարցը գիտեք ինչի չենք ստանում, որովհետև թույլ կյանքով ենք ապրում, մենք չենք սիրում մի քիչ ուժ օգտագործենք, մի քիչ նագրուսկա տանք մեզ, մի քիչ հավատք օգտագործենք։ Որովհետև երբ որ Աստված չի պատասխանում, ասում ենք, Գեդեոնի նման ասում ենք, այդ մեր հայրերից լսեցինք, որ Աստված գործեց, բայց մենք մինչև հիմա չտեսանք։ Հրեշտակը ասեց դու զորավոր ես։ Գիտեք ինչ ասեց զորավոր ես, որ դու տենալու ես Աստծո գործերը։ Մարդը քանի թույլ է, ինքը չի տենա Աստծո գործերը։ Մարդը կտենա մարդկանց գործերը կհիասթափվի, չի տենա Աստծո գործերը կհիասթափվի, բայց զորավորը ինքը տենում է եւ Աստծո գործը, եւ մարդկանց գործը, եւ մարդկանց փոխվելը, եւ իրա փոխվելը, եւ ամեն իրականություն տենում է զորավոր մարդը։ Այսօր Աստված ուզում է, որ Գեդեոնի նման մեզ զորություն է տալի, ասում է զորավոր մարդ, հել ու սկսի քո թշնամիների վրա իշխելը։ Այսօր Տերը տվել է այսօր մեզ իշխելու։ Տերը տվել է մեզ այսօր որ գործենք, մենք այսօր հավատքի գործ ունենանք։ Ամենաշատը մեր հավատքի գործը գիտեք ինչումն է, փուլ տվեկալենք, մի հատ լավ քարոզ լսենք, այսօր հոգևոր ժամը, լավ քարոզ լսենք։ Իջի ծնկի վրա, Աստծուց լսի այդ քարոզը։ Իջի ծնկի վրա, Աստծուց լսի այդ աղոթքը։ Աստծուց լսի Տերը ինչ ասում քեզ։ Սա է ամենալավը, եւ ոչ թե վեկալենք ու պուլտը սխմենք, կամ լավ, մի հատ փառաբանություն լսենք։ Լավ է փառաբանությունը, բայց ոչ Աստծո հետ հարաբերվելու հաշվին։ Զորացի։ Այսօր ծնկներիդ վրա զգա, որ Տերը ասի լսի, ականջները թող զգա, սիրտը զգա, որ Տերը քեզ ասում է, «Ո զորավոր մարդ, ես քո թշնամիներն քո ոտներիդ առաջ եմ դնելու։ Ես քո խնդիրներդ խոնարհացնելու եմ քո ոտներիդ առաջը»։ Այսօր մենք բոլորս ունենք խնդրեմ, այսօր մենք կարիք ունենք խնդիրները խոնարհվելու մեր առաջ։ Ամեն։ Դրա համար Տերը ասում է, «Ինձանում մնացեք եւ իմ խոսքերը ձեզանում մնան եւ ինչ որ խնդրեք, ինչ որ խնդրեք»։ Դրա համար Տերը այսօր մաքրում ամեն մեկից։ Երբեք ու երբեք, երբ որ ճանապարհով է Տերը անցկացնում, երբեք ու երբեք չհիասթափվենք, հասկանանք մի բան, հույս կա։ Երբ որ Տերը տանում է մի ճանապարհով, հույս կա, անապատ է, բայց հույս կա։ Եգիպտոսի մեջ հույս չկար, բայց անապատի մեջ հույս կար, որովհետև անապատը ավելի մոտիկ էր խոստացված երկրին, քան թե Եգիպտոսը։ Դժվար ժամանակը ավելի մոտիկ է Աստծո պատասխանին, չեմ հեշտ ժամանակը, երբ որ դիվան վրա նստած, չեմ էլ ուզում տեղսը շարժվեմ, ջուր էլ ուզեց ասեմ, մի հատ ջուր բերեք խմեմ։ Դրա համար այսօր կարևոր է, այսօր եթե դժվարության մեջ ես դու հույս ունես, այսօր խնդիրներ մեջ ես դու հույս ունես, որովհետև դա ավելի մոտիկ է, քան այն ժամանակ, երբ որ դու էդի չունեիր, երբ որ դու հանգիստ էիր, երբ որ դու գիտեիր ամեն բան նորմալ է, բայց ոչ մի բան էլ նորմալ չէր։ Այլ հիմա է նորմալ, որովհետև դու ավելի մոտիկ ես, խոստմունքին չեմ այն ժամանակ։ Պողոս Արաքյալն ասում է, մենք հիմա ավելի մոտիկ ենք փրկությանը, քան այն ժամանակ։ Ինչի՞, որովհետև դժվար ճանապարհով էին անցնում, իրանց հռոմեացիները իրանց նեղում էին, սպանում էին, ասում է հիմա ավելի մոտիկ այն չի, որովհետև իրանք ավելի են փնտրում Տիրոջ, ավելի են խնդրում, ավելի են մոտեմ, ավելի են իրանց հավատքը բարձրացնում։ Այսօր մենք կարիք ունենք, Տեր ինչ ճանապարհով տանում մեզ, մի բան գիտենք, որ ամեն ինչը ի բարի գործակից անում։ Ամեն։ Ուզում եմ մի փոքր առաջ գնամ։ Տեսեք ինչ ասում Հռոմեացիներ 11-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Եվ եթե երեխային սուրբ է, ապա զանգվածն էլ, եւ եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն էլ։ Հետաքրքիր ասում է, եթե երեխային սուրբ է, ապա զանգվածն էլ, եթե արմատը սուրբ է, ճյուղերն էլ են սուրբ։ Ճյուղի սրբությունը ինչ չափով է։ Ինչ չափով արմատի սրբությունն է։ Շատ անգամ հոգևորներն ասում են դու սուրբ ես, մտածում ասում եմ երևի։ Դա էլ ինչ որ մեկը ասել է մենք սուրբ ենք դրա համար։ Քրիստոսը ինչ չափով որ սուրբ է, այդ չափով մենք ենք սուրբ։ Որտեղ մենք պատվաստված ենք Քրիստոսի վրա ու Քրիստոսի էությունն է մեր մեջոցով բխում։ Սրբությունը չի կախված գործերից, սրբությունը կախված է բնությունից, պատվաստումից, դե որտեղ ենք մենք։ Դա համար շատ կարևոր որ մենք հասկանանք, մենք սուրբ ենք Քրիստոսի սրբությունով, ու մենք այն չափով ենք սուրբ, որ չափով որ Քրիստոսն է սուրբ։ Ու քանի որ ես սուրբ եմ, իմ գործերս վրա պետք է ուշադրություն դարձնեմ, որ իմ գործերս էլ սրբվեն։
Այս է տարբերությունը։ Շատ անգամ մարդիկ սխալվում են, նայում են իրանց գործերն, ասում են, չէ, մենք սուրբ չենք, որտեվ իմ գործերը չէ դու սուրբ ես, բազապես քո գործերը դեռ հին գործեր են, քեզ պետք է գործերի մասին մտածես։ Ինչ համար, որ մեր գործերն էլ սրբվեն։ Տեսեք ինչ ասում շարունակությունը։ Նույն Հռոմեացիներ 11:17-18-ը։ Բայց եթե ճյուղերը ոմանք կոտրվեցան, եւ դուք որ վայրի ծիթենի եք, նրանցում պատվաստեցաք, եւ հաղորդ եղաք արմատին եւ ծիթենու պարարտությանը, մի պարծենական ճյուղերի դեմ, բայց եթե պարծենակ դուք չեք արմատը վեր բռնում, այլ արմատը քեզ։ Խոսում է հрьяաների մասին, որ հрьяաները որպես իրանք բարի բանը բնական ծիթենի են ու կտրվեցան ու մենք հավատքով հաստատվեցանք, սա խոսում է մեր հավատքի մասին։ Ինչի մասին, որ մենք հասկանանք, որ մենք պատվաստված ենք ծիթենու վրա, մենք Քրիստոսի վրա հաստատված ենք։ Ու ինչ ասում է, եթե դու էլ չպատվաստես, դու էլ կկտրվես։ Ասկան հрьяաները իրանք անհավատության մեջ չպատվաստվեցին, բայց մենք հավատքով պատվաստվեցինք։ Մեզ պետք է հավատքով շարունակենք մեր գործը։ Այն չափով շարունակենք, որ չափով որ մենք սկսել էինք։ Իսկ որ չափով ենք սկսել։ Ով է հիշում իր ապաշխարության սկզբի օրերը, որ չափով ենք սկսել։ Այդ չափով մենք պետք է շարունակենք։ Այդ չափն է Տերը ցույց տալի, որ մի արեք, մի կդրվեք, վախով ապրեցեք։ Ու մի հպարտացեք այն ծիթենները վրա, որոնք որ կդրված են այսօր։ Նրանք մեր համար են կդրված, որ մենք այսօր պատվաստենք։ Համար ասում մի հպարտացեք նրանց վրա, այլ վախով ապրեցեք, որովհետև դուք արմատին չեք բռնում, արմատն է ձեզի բռնում։ Հիսուսն է մեզի բռնում, հավատացեք։ Տերը ասեց, ես գնում եմ եւ բոլորիդ կքաշեմ, այսինքն Տերն է բռնում ու քաշում մեզ։ Տեր ամուր բռնի ինձի։ Տեր պին բռնի ինձի։ Թեև ասում են մեզ դժվար ճանապարհով ինձի պին բռնի, որ ես չկորցվեմ։ Ամեն, աղոթում եք դե աղոթք։ Ինչի որովհետև հասկանում ենք, որ մեր ապահովությունը Տիրոջ բռնվածությունից է, Տերն է մեզի բռնում։ Այսօր կարևոր է, որ մենք հասկանանք, թույլի վրա չհպարտանանք, ուժեղի վրա չնախանձենք, մեզ պետք է մենք բռնվենք, մենք Տիրոջ հետ զորանանք, մենք Տիրոջ մեջ լինենք, մենք Տիրոջ ասենք Տեր, մաքրի մեզ, օգնի մեզ, սրբի մեզ, օգտագործի մեզ։ Մենք այսօր ճյուղեր ենք, հավատացեք։ Մարդու կյանքը մի հատ ճյուղի նման անցնում։ Չգիտի իր տարիքին չափի է, չգիտի։ Մեկ հետ մի հատ ծառին տեմա 50 տարեկան ծառա, 60 տարեկան, 70 տարեկան, 10 տարեկան, 20 տարեկան, ու մեկ էլ տեմես արդեն վсё բրծավեց ծառի կյանքը։ Մենք դրա նման ենք։ Ու ինչ ասում Արաքացի մեջ։ Արաքացի մեջ ասում է, եթե մարդու վրա չլինի Աստծո հոգին, մարդը կենդանի նման է։ Ու իսկապես մարդու կյանքը կենդանու նման է, այսօր կա վաղը չկա։ Բայց մենակ տարբերություն նրան է, որ Աստծո հոգին մարդու մեջ է, որ մարդու տա հավիտենական կյանք, որ մարդը ուրիշ կյանքով ապրի։ Որ մարդը չապրի ինչպես կենդանի, մարդը ապրի ինչպես առողջ բանականություն ունեցող մարդ։ Դրա համար այսօր կարևոր է, որ մենք հասկանանք, դե շնորհակալ ենք այդ պատվաստումի համար, որ դու այսօր պատվաստել ես մեզ քո վրա։ Եվ շարունակությունը, այդ կասես ճյուղին կոտրվեցավ, որ ես պատվաստվեմ, լավ նրանք անհավատությունով կոտրվեցան եւ դուք հավատքով հաստատվեցաք։ Մի ամբարտավանանար, այլ վախեցիր, որտեվ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայի։ Եկեք շարունակություն կարդանք, որ ժամանակը խնայենք։ Այդ կասես ճյուղերը կոտրվեցան, որ ես պատվաստվեմ։ Լավ նրանք էս էլ եմ կարդում ոնց որ։ Հա, երկու տեղ եմ խփել։ Ասում եմ լավ տեղերը կրկնեցեք։ Այդպես Աստծո քաղցությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա քաղցությունը, եթե այն քաղցությունումը կենաս, ապա թե ոչ դու էլ կկտրվես։ Եվ նրանք էլ եթե անհավատությունումը չկենան, կպատվաստվեն, որովհետեւ Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց, վասնզի եթե դու ի բնե վայրի ծիթենուց կտրվեցար եւ բնության դեմ բարի ծիթենու վրա պատվաստվեցար, ել որքան ավելի նրանք, որ բնական են, կպատվաստվեն իրանց ծիթենու վրա։ Ամեն։ Եվ ստե ցույց է տալի, որ իսկապես Աստված
Կարումա պատվաստի որ մարդկանց, որոնք որ հավատում են իրան։ Ու գիտեք ինչ է տեղի ունեն, որ մեր թուլությունը, մեր տկարությունը, մեր ոչ մաքրվելը, որ մեջ ուշադրություն դարձնելը, դա մեր հավատքից սկսում է մեզ։ Ինչ անում, Աստված ինչի, հենց սկզբի խոսքը կարդացինք, որ հայրը մշակն է, ինքը գալիս է մշակելու, ինչն է մշակում մեզանց, ինչն է հեռացնում, անհավատությունը։ Այն բանը, որը որ խանգարում է մեր հավատքին։ Այն բնավորությունը, որը որ խանգարում է մեր հավատքին։ Այն ձևը, այն էությունը, որը որ խանգարում է մեզ հավատքին։ Հեռացնում է Աստված ինչի, որ մենք ավելի պտուղ բերենք, որովհետև եթե հավատքը չավելանա, մեր պտուղը չի ավելանա։ Ոնց է մեր պտուղը մեծանում, չերես հավատք։ Եթե մեր հավատքը թույլ է, մեր պտուղը մեծ չի լինի, մեր պտուղն էլ թույլ կլինի։ Հավատքը մեծացա, պտուղն էլ է մեծանում, հավատքը ավելի մեծացա, պտուղն էլ է մեծանում։ Դրա համար Աստված սովորացնում է, որ վստահի Տիրոջը, եթե Տերը մաքրում է, մի մարդուն պատճառ բռնի, ասա Տեր, ես քոնն եմ, ես քեզ եմ հանձնվել, ու մինչև հիմա քեզ եմ հանձնվում։ Ուզում եմ, որ քո մաքրածը, քո աշխատանքը իրականանա մինչև վերջ, մինչև բարի պտուղ բերելու մեջ։ Ամեն։ Դրա համար Տերը սորտնի ամեն մեկիս համար, որ մենք հասկանանք, մենք բոլորս էլ ունենք բաներ, որ պետք է ազատվենք։ Տեսեք Հռոմեացիների 2-րդ գլուխ 24-29 խոսքերը, որովհետև Աստծո անունը ձեր պատճառով հայհոյում է։ Հետաքրքիր է, սա ումն է ասում, հրեաներին ասում։ Մարդիկ, որոնք որ հավատքի ժողովուրդ են, Աստծո ժողովուրդն են, ու տեսեք ինչի համար է սա ասում, ասում է, որովհետև Աստծո անունը ձեր պատճառով հայհոյում է հեթանոսների մեջ, ինչպես եւ գրված է, այդ թլպատությունը շահավոր է, թե որ օրենքը պահող ես, ապա եթե օրենքի դեմ հանցավոր ես, քո թլպատությունը անթլպատություն եղավ, բայց թե որ անթլպատությունը օրենքի իրավունքները պահե, չէ որ նրա անթլպատություն թլպատություն կհամրվի, եւ ի բնե անթլպատությունը օրենքը կատարելով կդատապարտե քեզ, որ գրով եւ թլպատությունով օրենքի դեմ հանցավոր ես, որտեղ նա չի հրյա, որ դրսի երևույթով է, եւ այն չէ թլպատությունը, որ մարմնով դրսի երևույթով է, այլ նա որ ծածուկ հրյա է, եւ սրտի թլպատությունը հոգով եւ ոչ թե գրով, որի գովասանքը ոչ թե մարդկանցից, այլ Աստվածանից։ Օրինակը բերում է Պողոս առաքյալը Հռոմեացիների մեջ, որ Աստված գործում է մեր ներսում։ Մենք միշտ ուշադրություն ենք դարձնում մեր դուրսը, ինչի, որ մարդկանցից գովեն։ Գովասանք ստանանք, այս ինչ բոյով մարդ է, այս ինչ վիտամիններ է խմում, ջանն է մեծացնում, ամեն ինչ անում է, որ մարդիկ գովեն իրան։ Մուսկուլներն է մեծացնում, նկարում է իր իստորիայի մեջ ակսում, ինչի, որ մարդը գովի, մարդիկ գովեն, ասեն, այդ ինչ ես կերել, այդ ինչ ես խմել, այդ ինչ ես արել։ Բայց ասում է, բայց Աստված իր թլպատությունը ներսից է տալի, ինչի, որ Աստված գովի քեզ։ Կարող է դու քո քաշին ես, բայց Աստված գովի քեզ, ասի, տեսակ իմ ծառային, իմ որդուն, իմ զավակին, իմ զորավորին։ Լսեք, մի հրապուրվեք մարդկանց գովասանքով, մի հրապուրվեք, մեկ մարդիկ գալիս են մի բան գովում են, տեմես խունջիկ գալիս է, ֆռում է բան, կորով էդ մարդ, այ մարդ, հələ կային էլ ոտի, միած զգաս կանի էլի, բան չկա, ոչինչ, կանցնես, դու էլ էդ էլ կանցնես, այդ գովելու շատ ուշադրություն մի դարձրա, չապով գովելուն ուշադրություն դարձնես, եթե քո մասին բամբասեն, այդ չապով էլ բամբասելուն են ուշադրություն դարձնում, եթե գովելու ժամանակ դու հալվում ես, բամբասելու ժամանակ էլ կկորես վաբշե, դրա համար մի ուշադրություն դարձա, երբ որ մարդիկ են գովում, մի ուշադրություն դարձա, երբ որ մարդ ասում, վայ, այս ինչ լավ էր, այս ինչ լավ խոսքեր, այս ինչ լավ երգեր, այս ինչ լավ էր, այս ինչ լավ էր, մի ուշադրություն դարձա, ասա փառք Տիրոջը անցի առաջ, գործ չունես, ինչի համար, որ Աստված գովի քեզ։ Եվ երբ որ Աստված տանում է մի ճանապարհով, որ մեր հետ աշխատանք է տանում, մեր սրտի հետ աշխատանք է տանում, սկսում է Տերը գովելը մեզի։ Տերը գովելը, որովհետև հասկանում մի բան, որ Տերը չի տանում ճանապարհին գցի, Տերը տանում է միջև վերջ հարցնելուն։ Լուբոյ, մեր մշակը մեր հայրն է։ Ինքն է մեզի մշակողը։ Ինքը գիտի ոնց մշակի, հեսա գարունը բացվելու այդ ծիրանների հարցը պետք է լուծեմ։ Ճիշտն ասած, մի քիչ YouTube-ով պետք է նայեմ, մի քիչ վարպետներից պետք է հարցնեմ ոնց են հետում, ինչ են անում, բայց հավատա մեր Աստվածը առաջի անգամ չի հետում։ Ինքը գիտի մեզ մշակելու ձևը։
Ու գիտենք, որ երբ որ մենք մշակում ենք, ծառը իրան տենում է, ամաչում է, նեղվում է, ճյուղերը քչացել են իր վրա, այն որ ինքը այն փառքը երևում էր, որ ճյուղերով, տերևներով ծածկապատված էր, այդ փառքից դու զրկում ես իրան, կտրում ես, ճյուղերն ես անում, տերևներն ա քչանում, այս ամեն ինչից այս բոլոր գործողությունների մեջ մեկ էլ տեղ մեզ պտուղներ ա կախված այդ քիչ ճյուղերի վրա։ Տեր ուզում է մեր ճյուղերը քչացնի, որ պտուղները մեծացնի։ Ոչ թե մենք փառավորվենք մեր ճյուղերի վրա, մեր տեսքի վրա, մեր ամեն ինչի վրա, այլ մենք Տիրոջը փառք բերենք, ասենք Տեր, այս պտուղները քոնն են։ Տերը պտուղներով է կշտանում։ Հիշում եք մի առակը, երբ որ Տերը սոված էր ու գնաց պտուղ հավաքելու, տեսավ որ թզի վրա, թզին մոտեցավ ու տեսավ պտուղ չկար։ Տերը պտուղներով է կշտանում։ Դա համար Տեր ուզում է պտուղ մեր կյանքում։ Ու Տերը ասում է վստահի ինձի։ Վստահ ես ջրելու ժամանակն էլ գիտեմ, էտելու ժամանակն էլ գիտեմ, վստահ ես որտն եմ, դուք ճյուղերն եք, ու այն մարդը, որ պտուղ բերես Տերը ավելի կմաքրի, ինչի որ ավելի պտղաբեր լինի, այսօր ամեն մեկս կարիքը դրա ունենք։ Հետաքրքիր է, մի փոքր էլ առաջ անցնեմ, որ շատ չօգնացնեմ։ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 24-27-րդ խոսքեր ցենց ասում։ Ասում է այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասեց. եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իրան զուրանա եւ իր խաչը առնի եւ իմ ետևից գա։ Որտեւ ով որ իր անձը ուզենա ապրեսնել կկորցնե նրան, եւ ով որ իր անձը կորցնե ինձ համար կգտնե նրան։ Որտեւ ինչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհը ստանա եւ իր անձը կորցնե, կամ ինչ գին կտա մարդ իր անձը փրկելու համար։ Որտեւ մարդի որդին կգա, գալու է իր հոր փառքովը, իր հրեշտակների հետ, եւ այն ժամանակ ամեն մեկը կհայտուցանվի նրա գործերի համեմատ։ Հետաքրքիր է, որ Քրիստոսը սրա մասին ասում է. եթե ուզում ես կյանք ունես, թեկուզ այս աշխարհում դուր այդ կյանքը ինձ։ Գիտեք, մենք շատ անգամ ասում ենք կորցնել, Տերը չի ասում կորցնել նրա համար, որ եթաս ու ինքնասպան լնես կամ եթաս մեն, դրա մասին չի ասում, այլ քո ծրագրերը քչացնես, տաս Տիրոջ ասես Տեր, ահա ես։ Ես հիշում եմ, երբ որ բանակից եկա նոր ապաշխարել էի, դե արդեն նոր չէր, մի տարի արդեն կար ապաշխարությունս, եկա այն ժամանակ դե որ մի քիչ կրակ ու վառված ես, մի քիչ ոգևորված ես, շուտ ռիսկեր ես, էլի ասում են, արդեն չեմ փսակվելու, բան չեմ անելու, Աստծո համար ապրելու եմ սենց, եկա մորս ասեցի, մերս ասեց, երեխուս կորցրինք։ Այս կորցնելու մասին է ասում, որ ով որ Տիրոջ համար կորցնի։ Հետո հասկացա, որ ամեն մեկը չի, որ պետք է չփսակի այ մարդ, ինչի եմ նրանց նմանվում։ Այդ ընտանիքը թողեմ ոնց անեմ, դե ամեն մեկ իր կյանք ունի։ Հետո հասկացա մի բան էլի, որ այս կորցնելու մասն է, եթե Տիրոջ համար ես կորցվում, Տերը եւ հարուրապատիկ ես կյանքում ա տալ եւ հավիտենական կյանքը։ Եթե մեկը Տիրոջը մի բան անի, ասում է հարուրապատիկը կստանա եւ այս աշխարհում եւ հավիտենական կյանքը կունենա այդ մարդը։ Դա համար շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, Տեր ջան, օգնի մեզ իսկապես, որ մենք գնանք այն ճանապարհը, որ դու տանում ես։ Որովհետեւ այդ քո տանած ճանապարհի մեջ, թե տենում ենք մի քիչ նեղություն կա, Տերը լայն ճանապարհ չի տվել մեզ, նեղ ճանապարհ է տվել։ Նեղ ճանապարհ, որի մեջով անցնում ենք, բայց ապրում ենք։ Որի մեջով մաքրվում ենք, բայց ապրում ենք։ Որի մեջով սրբվում ենք, բայց էլի ենք ապրում։ Մեր հույսով մթան պետք է արդեն մեռած լինենք, բայց հələ մեռած չենք։ Պողոս Արաքյալն է ասում, մեզ մեռած են համարում, բայց մեռած չենք, շատերին կենթանացնողներն ենք։ Ինչի համար, որովհետև մարդիկ դրսից տենում են մեր մեռած վիճակը մթան, բայց չգիտեն, որ կյանքը դրսի չի, կյանքը ներսից է։ Դա համար այսօր կարիք է, որ ասենք, Տեր, մենք ուզում ենք։ Ուզում ենք, որ դու այն ճանապարհը, որ հասկացնում ես, մենք գանք ու մինչև վերջել մնանք ու մինչև վերջել դու փառավորվես։ Որտեվ հասկանում ենք մի բան, որ դու ինչ որ անում ես, ճիշտ ես անում մեր կյանքում։ Ամեն։ Մի փոքր էլ առաջ գնամ ու վերջացնեմ, էլի։ Կողոսացիների 3-րդ գլուխ 1-ից 4-ը։ Ասում է, այդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աշկողմը։ Վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները, վասնզի դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքը կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով։ Ստեղ էլ ասում, եւ դուք մեռաք։ Սա մարմնի մեռնելու մասին չի ասում, սա ասում է մեր որոշումների, մեր եսի մեռնելու մասին է խոսում։ Որ մեր եսը մեռած է, մեր Տերն է ապրում մեր ներսում։
Եվ սրա մեջ մենք իսկապես պետք է մաքրվենք։ Մաքրվենք շատ բաներից։ Մի փոքր հաջորդին արդեն ես կխոսամ ինչից է պետք մաքրվել։ Եվ երբ որ մենք սրանից մաքրվում ենք, Աստված ուսումա պատղաբեր լինելը։ Հռոմեացիներին ինչ ասաց երկրորդ գլխում, ասաց, որ հեթանոսները ձեզի տենում են, գայթակղվում են։ Ինչ տեսան հեթանոսները։ Իրանց անհավատությունը։ Հեթանոսները հрьяաների անհավատությունը տեսան։ Այսօր աշխարհի ինչն է տենում մեր հավատքը, դե անհավատությունը։ Ինչ պտուղ ենք ունենում, մենք ինչ պտուղ ենք մենք ցույց տալի այսօր աշխարհին։ Հասկացանք, եկեղեցու մեջ մենք կարանք ցույց տանք, աշխարհի ինչ պտուղ է, աշխարհի ինչ պտուղ է տենում այսօր մեզանից։ Լույս է տենում, դե խավար է տենում։ Եթե խավար տեմ, ասում հա, այդ դրանից ես էլ ունեմ լիքը։ Ուզում ես մի երկու հատ էլ ես տամ այդ խավարից։ Բայց եթե լույս ենք ցույց տալի, այն ժամանակ խավարը սենց անում, ես էլ եմ ուզում դրանից։ Այսօր շատ կարիք կա, որ մենք հասկանանք։ Այսօր աշխարհը պետք է Տիրոջ համար շահվի մեր հավատքով։ Այսօր իմ ու քո հավատքը պետք է աշխարհին շահի։ Բայց ոչ թե գայթակղեցնի։ Եվ ինչն է այսօր գայթակղեցնում մեր ոչ ճիշտ բնավորությունը, մեր ոչ ճիշտ ընթացքը, Աստված տանում, ասում է Տերը մշակն է ու ինքը հետում է, մաքրում է մեզ դրանցից։ Ուզում եմ այդ մասն էլ կարդամ ու մոտեցնեմ ավարտին։ Հռոմեացիների ավելի լավ է Կողոսացիներից կարդամ։ Կողոսացիներ 2 գլուխ 5-6-ը։ Ուրեմն սպանեցեք ձեր անդամները, այստեղ ասում որ մեռանք Քրիստոսի համար։ Սպանեցեք ձեր անդամները, որ երկրի վրա են, պոռնկություն, պղծություն, կիրք, չար ցանկություններ եւ ագահություններ, որ կռապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Շարունակությունը, որոնց մեջ դուք էլ մի ժամանակ գնացել եք, երբ որ կենթանի եք նրանցում, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամեն բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը, ձեր բերանիցը, սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերովը եւ հակեք նոր մարդը, նորոգված, որ նորոգված է գիտությունով եւ իր ստեղծողի պատկերի պես։ Հետաքրիր ասում է, եթե մեռած եք, ուրեմն հանեցեք այդ հին մարդը։ Եվ Աստված ինչ անում, հանում է, մեզանից կտրում է, հանում է։ Մեր մշակը հանում է մեզանից հին մարդը։ Ու մենք ցավի մեջ ենք, օй չենք ուզում Տեր ջան, էս ինչ եղավ։ Դե հանում է ինչի համար, որ մենք չգայթակղեցնենք աշխարհին։ Դաժե ոչ թե մենակ աշխարհին, շատ անգամ եկեղեցու մեջ հոգևոր եղբոր կամ քրոջն են գայթակղեցնում։ Նոր եկած մարդը, որ ինքը Հիսուսի սիրում է, ինքը հրապուրվել է Հիսուսի սիրով, ու հանգարց ինքը տենում է մի բան ու գայթակղվում է։ Բա ինչ անի մշակը։ Հայրը ինչ անի։ Մաքրի, դե քեզ կտրի։ Երկու բան կա։ Կամ պետք է Տերը մաքրի քեզ, կամ պետք է Տերը կտրի քեզ։ Որն ես ուզում։ Համա շատ կարևոր է որ մենք հասկանանք Տեր, ես ուզում եմ մնամ մաքրի ինձի։ Ես ուզում եմ մնամ քո արմատի վրա մաքրի ինձի։ Չեմ ուզում որ մեկը տենա իմ խոսակցականը, ոճը, բառերը, ժարգոնները, ինչ որ ուրիշ բաները, բամբասանքները, սրա մասին խոսալը, նրա մասին խոսալը, ես չեմ ուզում այդ ամեն ինչը իմ մեջ տենա մաքրի ինձի։ Եթե մարդը չարախոս է, ծոմ մտի 3 օր, ոչ մի բան մի խոսա։ 3 օր մի բան մի խոսա, դաժե մի էլ աղոթի, մտքիդ մեջ աղոթի, բայց լեզվով թողսած ծոմ ալնի, խոսի ծոմ ալնում է, չէ՞։ Խոսալու ծոմ ալնում է, վсё, չես խոսում։ Կամ մեկը որ շատ է խոսա լինում։ Այնքան է խոսում մեջից քանվում եթում ես, սենց եթում ես։ Այ մարդ քիչ խոսա։ Թող Տերը մի քիչ խոսա քո հետ։ Շատ խոսողի հետ Աստված չի խոսում։ Քիչ խոսա, քիչ խոսելու մեջ շնորհ կա։ Հավատացեք, շատ խոսելու մեջ շնորհ չկա։ Ինչի համար, ասում է, շատախոսության մեջ մեղք կա։ Սա Աստծո խոսքն է ասում, սա թղթերի մեջ է գրում Պողոսը։ Ինչ համար, որովհետև շատ խոսելով մեղք կգործենք մենք, ինչ ան, քիչ խոսացեք, այն չափի խոսացեք, որում հետ որ խոսում ես չփախնի քեզանց, պրոստը հաջող անի ուզենա մի հատ էլ քեզ տենա։ Ասես սրանք գայթակղություններ են սրանք։ Եվ Աստված պետք է մաքրի, ոնց մաքրի։ Կամ ինչ որ մեկի մասին թեմա է բացվել, Սիմոն աղբորս մասին թեմա ունեմ ես, բացի Սիմոնի սաղին ասում եմ։ Սիմոն աղբերը խաբար չի, հանգիստ իր համար ապրում է, բայց Սիմոն աղբերը խաբար չի, բայց սաղ գիտեն արդեն, սաղ եկեղեցին գիտի։ Այմարդ լավ չի այդում Սիմոն աղբոր ասեմ։ Տերը մաքրում է սրանցից, ինչի։
որ անկեղծ լինենք։ Ինչի համար սա մեջ ասում անկեղծությունը, եթե մի բան ունես, գնա եղբորդ ասա, եթե դու ինքը մենակ եք, ասա գիտես, սենց բանի գիտեմ, սենց բան եմ նկատել, սենց բան եմ հասկացել, ինչի, որ Քրիստոսի արյունը մաքրի։ Տերը տանում է այս ճանապարհ, որ եկեղեցին մաքրի։ Հավատացեք, ինձ ձևի մաքուրեր եկեղեցին առաջի դարում, եկեղեցին վերջի դարվա եկեղեցին մաքրելու այդ ձև մաքրությունով։ Ու երբ որ Աստծո փառքը իշնի այդ ժամանակ շատ մարդիկ կմեռնեն եկեղեցում մեջ, ինչի, որտեվ շատ անգամ իրանք պետք է մաքրվեն, որ չմեռնեն։ Ու Տերը այսօր խոսք ասում, դուք մաքուր եք այն խոսքի հիման վրա, որ ես ձեզ հետ խոսեցի, ինչի համար, որտեվ Տեր խոսքը մաքրի ինձի։ Ինձանից սկսած, ես էլ կարիք ունեմ մաքրվելու։ Ես էլ կարիք ունեմ, մենք բոլորս կարիք ունենք մաքրվելու։ Դրա համար շատ պետք է անկեղծանանք Աստծո առաջ, որ ինչ-որ եթե այսօր բարձր են մյուսը, ցածր են մյուսը, որ մեկը մեկի վրա վերխ ու վնիժ չվեկալի, այլ հասկանանք մի բան, մենք բոլորս եղբայրներ ենք Քրիստոսի մեջ, Քրիստոսով պատվաստված ու սպասում ենք Քրիստոսի հյութին, որ մեզի տա զորություն, որ մենք աճենք պտուղ ունենանք։ Դա համար շատ կարևոր է մենք հասկանանք եղբոր Քրիստոսի մեջ եղբայրական սերը դա ուրիշ է, դա Կայենի սեր չի։ Եկեք Քրիստոսի եղբայրական սեր ունենանք մեր մեջ։ Շատ անգամ Կայենի սերն ենք ունեմ, ինչ-որ հարց ենք ուզում լուծենք, ինչի համար։ Մեզ պետք չի, մեզ պետք է թողենք, ասենք Տեր, ես քոնն եմ։ Տար մի ճանապարհով, որ կմաքրվեմ ես այս ամեն ինչից։ Ինչի, որ ոչ մեկին չգայթակղեցնեմ, ու ես ինձ էլ չգայթակղեցնեմ։ Շատ մարդիկ իրանք ծրվել են գայթակղվում, ասում են, դե որ էսա հոգևոր կյանքը էլ ինչ է, աշխարհն էլ էլի եթանք։ Բայց մի բան է ինձ զարմացնում։ Չգիտեմ ինչի եկեղեցին ավելի կեղտոտ է դե աշխարհը, որ մարդիկ աշխարհից չեն գայթակղվում եկեղեցի գալ, բայց եկեղեցուց գայթակղում են աշխարհին հետում։ Պրոստը զարմացնում է, շատ անգամ մարդիկ որ գնում են ասում են գայթակղվել է եկեղեցուց գնացել է, բայց ոնց լավ։ Միթե աշխարհը ավելի մաքուր չէ մեծ եկեղեցին, կամ այդ մարդը, կամ այդ մյուսը։ Բայց ո՞նց է գայթակղելու։ Այդ աշխարհի չի գայթակղում, չի գալի եկեղեցի, բայց եկեղեցուց գայթակղում է։ Դրանք պատճառներ են, դրանք Աստծուն չհավատալու պատճառներ են։ Ասում եմ նրանք չհավատացին ու գայթակղվեցին։ Քրիստոսի խոսքին չհավատացին ու գայթակղվեցին։ Դա համար շատ կարևոր է որ մենք հասկանանք Տեր օգնիր մեզ։ Օգնիր մեզ մաքրվելու սրանցից։ Այն ճանապարհով որ դու տանում ես, շատ անգամ Աստված տանում է տարբեր ճանապարհներով, տարբեր նեղության ճանապարհով, դժվարության ճանապարհով, հիվանդության ճանապարհով, տարբեր ճանապարհներ են, աղքատության ճանապարհով, տարբեր ճանապարհ Աստված մենակ գիտի, բայց իմացի վստահի Աստծուն։ Ընկի Աստծո ձեռների մեջ։ Ասա Տեր, գիտեմ դու սկսել ես իմ կյանքի մեջ մինչև վերջել կանես, բայց մի բան գիտեմ, որ քո կյանքը, քո ուրախությունը իմ ներսում է։ Թեկուզ դժվարություն կունենամ աշխարհում, բայց քաջ եմ, որովհետև դու հաղթել ես աշխարհին, ես ներսից ուրախություն ունեմ, ես ներսից կյանք ունեմ, ես ներսից ջերմություն ունեմ, ամեն։ Տերը սորտնի, այսօր նայում եմ այս մարոզին, խաղում մատը տնկել, լավ փաթաթել եմ, ձնի մեջ ծածկել եմ, որ մարոզը չխփի, ես մի բան գիտեմ, իր մեջ կյանք կա, դրա համար մարոզը իրան չի վնասի։ Եթե իր մեջ կյանք չլներ, մարոզն էլ չէ, ինչը լնել էլ կվնասեր։ Դա համար շատ կարևոր է, երբ որ մեր կյանքում, մեր ներսում Տիրոջ կյանքն է, արտաքինում ինչ մարոզել լինի, ինչ դժվարություններ լինի, ինչ նեղություն, ինչ հալածանքել լինի, հաստատ չի կարա մեզի բան ասի, որովհետև մենք մեր ժամանակին կսկսենք ծաղկելը։ Խաղը իր ժամանակը չի, իր ժամանակ գարունն է։ Նեղությունը ծաղկելու ժամանակը չի, այնպես որ ցույց մի տուր, որ մտամ ամեն բան նորմալ է, օ ալելույա, այլալա, չէ։ Ալելույա չի, ասնում ես նեղությունով, ասա ասնում եմ նեղությունով։ Բայց կգա ժամանակը, որ դու կծաղկես։ Հասկանես, երես պաշտությունը պետք չի որ ցույց տանք մտան բանը, այլ եթե ասում ես ճանապարհով, մոտիկներդ ասա աղոթեք իմ համար, ես ճանապարհ եմ ասնում։ Բայց կգա ժամանակ ասում է, ծածուկումը խնդրված կա, հայտնապես կտա, էլ քեզ պետք չի որ ասես լավ է, արդեն մենք կտենանք որ դու լավ ես։ Հասկանում ես, այս ամեն ինչի մեջ մենք պետք է մաքրվենք ու հասկանանք մի բան, որ Տեր օգնի մեզ։ Ժամանակ կա քար հավաքելու, ժամանակ կա քար նետելու, ժամանակ կա ձմռան, ժամանակ կա ամռան, ժամանակ կա մշակելու, ժամանակ կա պտուղ ստանալու, ամեն ինչի ժամանակ կա, բայց այդ ժամանակի մեջ կարևորը, որ մեր ներսում կա Քրիստոսի կյանքը։ Ինչ ժամանակ ուզում ալն է, Քրիստոսի կյանքը իմ ու քո մեջ է։ Դժվար ժամանակ ունես, Քրիստոսը քո մեջ է։
Հեշտ ժամանակ ունես, Քրիստոսը քո մեջ է։ Հուսքի ժամանակով ես ասում, Քրիստոսը քո մեջ է, ինչ ճանապարհով ասես, Քրիստոսը քո մեջ է, սա է ուրախացնում մեզ։ Դա համար նեղությունները չեն կարող մեզ տրտմասնել, որովհետև հասկանում ենք մի բան, Տեր իմ մեջ է։ Տերը ինձ հետ է, Տերը զորավոր է։ Ամեն։ Դա համար Տերը սորտնի ամեն մեկից մեր ուրախությունը, Տիրոջ ներկայությունը մեր կյանքում։ Սա է։ Հավատացեք, եթե այդ Աստծո ներկայությունը մեր կյանքում չլինի, ոչ մի ուրախություն չի։ Մարդը նոր եկել է, ապաշխարել է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվել, ինքը ընդունել է Հիսուս Քրիստոսին, Քրիստոսի ուրախությունը իր մեջ եկել է, ու տենես մարդը փայլում է։ Ինչ ա եղել, Ինչն է փոխվել քո կյանքի մեջ, որ ներսն է փոխվել։ Այսօր իմ ու քո ուրախությունը մեր ներսը պետք է լինի եւ ոչ թե դուրսը։ Ու երբ որ մեր ներսում մեջ մենք տենում ենք այդ ուրախությունը, մենք հասկանում ենք մի բան, ինչը պետք է ինձ հեռացնի Տիրոջ Քրիստոսի սերից։ Ինչը։ Նեղություն, տառապանք, ինչը պետք է, ոչ մի բան։ Նեղություն էլ կունենանք, տառապանք էլ կունենանք, ուրախություն էլ կունենանք, հեշտություն էլ կունենանք, քանի ապրում ենք այս աշխարհի վրա, ամեն ինչ էլ ունենալու ենք։ Հավատացեք, ես էլ, դուք էլ, լսողն էլ, խոսացողն, սաղս էլ ունենալու ենք այդ ձև կյանք, բայց ուրախանանք ինչի համար, որովհետև Քրիստոսը մեր ներսում է։ Քրիստոսի կյանքը մեր ներսում է, Աստծո կյանքը մեր ներսում է։ Եվ սրանով մի բան գիտենք, որ քանի Աստծո կյանքը մեր ներսում է, մենք ժամանակ ունենք ծաղկելու։ Մեր ժամանակին մենք ունենք ծաղկելու։ Եթե այդ խաղողի մատը չունի իր մեջ կյանք, ինքը թող չսպասի գարունը, որովհետև ինքը արդեն մեռած է։ Բայց եթե իր մեջ կյանք կա, ինքը սպասում է, թեկուզ մառոզի մեջ, ինքը սպասում է, որ իր կյանքը ծաղկելու է, իր ժամանակը գալու է։ Դա համար ինչ անում, ասում է, երբ որ մենք նեղություններով ենք անցնում, հասկանում ենք մի բան, մենք պետք է հույսով սպասենք, որովհետև մենք ունենք ժամանակ։ Դու ունես ժամանակ։ Մեր ժամանակը Տիրոջ մեջ է։ Տեր գիտեմ, նեղությունով անցնում եմ, ես ունեմ ժամանակ, որ ծաղկելու եմ։ Ամեն մեկս ունի ժամանակ։ Եթե այս աշխարհում էլ չլինի երկնքում հաստատ կա այդ ժամանակը, բայց իմացի Տերը այս ժամանակն էլ է տալի ծաղկելու համար։ Որտեղ հասկանում մի բան, որ Տիրոջ կյանքը մեր ներսում իզուր չի անցնում։ Ամեն։ Տեր օրհնի կանգնենք աղոթելու։ Այսօր մենք կարիք ունենք իսկապես անկեղծանալու Աստծո առաջ։ Գիտեք, մի օրինակել եմ ուզում բերեմ, երբ որ փոքր էի, տունտունիկ էինք խաղում։ Սեղանի կողքը շորը փռում ենք, ծածկում ենք, տուն ենք շիրում, արհեստական ձևեր ենք տալի, մտամ ընտանիք, խաղում ենք։ Մտամ գնացին, գործի եկանք։ Ու Տերը ասում է, ես քո մանկության ամոթը վերացրեցի։ Դրա համար ես պատմում եմ ազատ։ Ու երբ որ քրիստոնյա ենք դառնում, եկեք հավատացյալ չխաղանք։ Երբ որ տունտունիկ ենք խաղում, դա իրականություն չէ, դա ցույց ենք տալի, որ մենք աշխատում ենք, մենք տուն ունենք, մենք այս ամեն ինչ ունենք, ձև ենք տալի մեզ։ Ու այդ ձևով մենք ուրախանում ենք, այդ ձևով մենք ապրում ենք, այդ ձևով մենք հիանում ենք, այդ ձևով մի հատ ուրիշ տուն ենք շինում, մի հատ ուրիշ հարմարություն ենք շինում այդ սեղանի, փուճուր սեղանի տակը։ Բայց այդ նույնը հավատացյալ չխաղանք, ձևացնենք ու դրանով հիանանք։ Ցույց տանք, որ մենք գործի ենք գնում, ցույց տանք, որ մենք ապրում ենք, ցույց տանք, որ մենք աղոթում ենք, ցույց տանք, որ մենք կարդում ենք, չէ։ Այլ անկեղծանանք, ասենք Տեր, ահա ես քո կարիքդ ունեմ։ Ես եկել եմ շտկվելու։ Ես եկել եմ ապրելու։ Ես եկել եմ քո հետ հանդիպելու։ Ես եկել եմ շտկվելու, ուղղվելու։ Ու մի բան գիտեմ, որ ես ուզում եմ քո առաջին մաքրվեմ։ Ամեն։